ամենօրյա աշխատանքները տարիներ շարունակ մինչև հիմա այդ օրվանից սկսած չի եղել մի գիշեր օգոստոսի 11-ին որ ես չլինեմ կամ Տաթևում կամ Քարաունջում կամ Հալիձորում կամ Որոտնավանքում միշտ հայկին ինչ որ մի տեղից գնացել եմ ընդունել որպեսզի ես հասկանամ ինչ է ասում հայկի լռությունը շունչը ընկալեմ որպեսզի հասնենք ու բացահայտենք այն, ինչ որ այսօր մեզ հաջողվեց։ Դուք համոզված ասում եք, որ Հայաստանը հիշողության տարածք է, որտեղ ժամանակը պահպանում է հին կոդերը եւ հայկյան բունտոմարը այդ կոդերի բանալին է։ Իհարկե։ Այդպես է դուրս Անխոս, դա այդպես է, որովհետեւ առանց հիշողության որևէ համակարգ չի առանձնապես ժամանակը ինչպես կարող է հիշողություն չունենա, հա? Հիմա դուք պատկերացնում եք այդ համակարգիչը, ասենք զրկես հիշողությունից կամ մարդուն զրկես հիշողությունից։ Ինքը իր մասին չիմանա։ Գոնե, ասենք պապերի մասին չգիտի, գոնե մորն ու հորը ճանաչում է, իր մասնագիտությունը ճանաչում է։ Բայց պատկերացրու, որ իր կյանքի ընթացքում մեկը գլխին խփի, չէ, կամ վանտա, ինչ-որ ավտովտար լինի, ու ինքը կորցնի, դենց դեպքեր կան, չէ։ Այս մարդը ասենք ինչ որ մասնագետ է եղել, տաղանդավոր ասենք երաժիշտ է եղել, չէ՞։ Հետո կորցնում, իր անունն էլ չգիտի ով է եղել եւ այլն։ Ահա որ վիճակ է լինում, չէ՞։ Հիմա հիշողություն ունի ամեն մի բան, որ կա այս աշխարհում։ Բլոճն էլ ունի հիշողություն։ Ամենը համայնը ունեն հիշողություն։ Հայաստանը հիշողության տարածք է, հայկյան բունտոմարի կոդերի բանալին մեր ձեռքում։ Այդ առումով, քանի որ Հայաստանն է զրոյական կետը, տիեզերը աշխարհագրական կետը, այդ հիշողությունը ինքը անթաքույց պահպանել է։ Անթաքույց է պահպանել։ Պետք էր ուղղակի փոքր-ինչ ուրեմն միտվել այդ գիտելիքներին եւ միանգամից կլիներ։ Իհարկե 17 տարին թվում է թե շատ է, ինքը մի վայրկյան է ընդհանրապես։ Տիեզերական նույնիսկ վայրկյան էլ չի, միլիվայրկյան էլ չի։